կատարյալ եղեք, ինչպես ձեր եկնավոր հայրն է կատարյալ։ Հիմա փորձենք հասկանանք աստվածային կատարելությունը որն է, մարդկային կատարելությունը որն է, հրեշտակային կատարելությունը որն է, ընդհանրապես կատարելությունը որն է, մեկ է կատարելություն, թե մի քանի կատարելություններ կան։ Նախ եւ առաջ Աստված կատարյալ բարի է, անփոփոխ կատարյալ բարի է, Աստծո կատարելությունը, բարությունը երբեք չի փոփոխվում, որտեղ Աստված ամենակատարյալն է, ամենաբարին է, նա երբեք չար չի դառնում, Աստված մեկ եւ հավերժ կատարյալ բարի է։ Հիմա փորձենք հրեշտակային կատարելության մասին խոսել։ Հրեշտակները ընտրության մեկ հնարավորություն ունեն։ Ոմանք ընտրեցին բարին եւ մնացին կատարյալ բարի։ Դրանք բարի հրեշտակներն են եւ երբեք էլի չեն փոփոխվում, մնում են ամբողջովին կատարյալ բարի։ Ոմանք ընտրեցին չարը եւ մնանում են կատարյալ չար, երբեք չեն բարի դառնալու։ Ոմանք մնացին երկնքում, ոմանք անկում ապրեցին։ Այսինքն Աստվածային կատարյալը անփոփոխ բարի է, կատարյալ կատարելություն է Աստված, հրեշտակայինը մեկ անգամ փոփոխվեց բարի հրեշտակները կատարյալ բարի մնացին, չար հրեշտակները կատարյալ չար դարձան եւ այլևս չեն կարող բարի դառնալ։ Հիմա գնանք մարդկային կատարելության մասին։ Վայ մարդ։ Մարդը մեկ բարի է, մեկ չար է, մեկ լավն է, մեկ վատն է, մեկ կատարյալ է, մեկ էլ այնքան թերի է։ Հիմա այդ խառնա շփոթի մեջ ո՞նց հասկանանք Տիրոջ խոսքը, որ ասում է կատարյալ եղեք, ինչպես ձեր եկնավոր հայրն է կատարյալ։ Հիմա ո՞րն է կատարելության բանալին։ Ինչպես մենք գնանք, ինչպես հասնենք կատարելության։ Այն ճանապարհով ինչպես Քրիստոս գնաց։ Տեսեք, Ադամը անկում ապրեց։ Դրախտը կես աշճան հեռու էր երկնքից։ Կես աշճան պետք է հաղթահարեր, հասներ երկինք, իսկ երկիրը դրախտից 9 աշճան հեռու էր, բայց անկում ապրավ, դրախտից ընկավ երկիր, երկնքից էլ կես աշճան դժոխք։ Այսինքն 9-ից հաշավ 0 դժոխք իջավ։ Անկում ապրեց, դրոխտից իջավ երկրից։ Հիմա մեր կատարելությունը իրականում ոչ թե բարձրանալու մեջ է, այլ իջնելուց հետո բարձրանալու մեջ է։ Մերը զսպանակային կատարելություն է, անկում ապրելուց հետո բարձրանալու մեջ է։ Այսինքն մարդկային կատարելությունը ձգտում է դեպի կատարելության, ոչ թե հասնում են կատարելության։ Մարդկային կատարելությունը խոնարհության մեջ է, ով իր անձը խոնարհեցնի կբարձրացնի։ Մարդկային կատարելությունը զղջումի մեջ է, խոստովանության, մարդկային կատարելությունը թշվառության մեջ է։ Երբ որ մարդն իրեն թշվառ է համարում, երբ որ մարդը իրեն ոչինչ է համարում, այն ժամանակ ամեն ինչ է դառնում։ Այդպիսի հետաքրքիր պատմություն կա, չէ՞։ Մի մուրացկան նստած է շուկայում, այդ իշխանը գալիս է անցնում է այդ շուկայի միջով, այդ քաղաքի իշխանն է էլի լինում։ Բոլորը կանգնում են ոտքի, այս մուրացկանը չի կանգնում էլի, աղբի մեջ նստած մուրացկանա լինում։ Մեկ էլ թիկնապահները այդ իշխանը ասում են, բոլորը կանգնում են ոտքի, ինչու՞ չես դու ոտքի կանգնում։ Այս մուրացկանն ասում է, իսկ ով է այս մարդը, դե ասում է իշխանն է։ Հա, ասում է, ես հարց ունեմ այդ իշխանին տալու։ Ասում է, իշխան ջան, շատ խոնարհ ձևով ասում է։ Այդ որ դու իշխան ես, այս քաղաքի տերուդիական, հա, ասում է, որ Աստված հաջողի առաջ գնաս, ինչ կդառնաս։ Ես գիտի հպարտանում եմ, ասում է, որ ինչ էլ առաջ գնամ, նահանգապետ կդառնամ։ Ու ինչ լավ ասում է, որ նահանգապետ, որ մի քիչ էլ առաջ գնաս, ինչ կդառնաս։
Դեոս մոտ թակավոր կդառնա։ Ասում եմ, որ մի քիչ էլ առաջ գնաս, ինչ կդառնաս, ասում եմ, դե կայսր կդառնա։ Ասում եմ, դրանից եթե առաջ էլ գնաս, ինչ կտաս, ասում եմ, դրանից հետո էլ ինչ ոչինչ։ Ասում եմ, այդ ոչինչը ես եմ։ Մուրացկան ասում եմ, ոչինչ ես եմ, ասում եմ, ուրիշ կան էլ գնաս ինձ ես հասնելու, էլ ես քո դեմ ինչ բարձրանամ։ Այսինքն մարդը առաջ գնալով չի բարձանում, այլ խոնարհվելով է բարձանում։ Կատարելությունը հենց սրա մեջ է Քրիստոս ասում. նմանվեք ինձ, ինչպես ես իմ Հորը։ Տեսեք, ես ինչքան խոնարհվեցի, դուք աղքատ եք, ես աղքատացա, որպեսզի դուք իմ աղքատությամբ հարստանաք։ Մսույի մեջ ծնվել չէ Տերը։ Հյուսնի որդի էր, որ Հիսուսին 40-օրական տաճար էին տանում, գարել չունեին, որ զոհաբերին, երկու զույգ տատրակ զոհաբերեցին։ Աղքատ, օրիսկետներն ու փարիսեցիները ասում են, ով այս ոչ իշխանա, ոչ հյուսնի որդի է, ով ասա Նազարեթ քաղաքից, ոչ կրթություն է ստացել, ոչ փարիսեցի է, ոչ օրենսգետ է, ոչ քահանա է, ով է որ սրան լսենք։ Ոչ մեկ չէր ճանաչում Քրիստոսին, եւ պետք է չէ որ ճանաչեն։ Եվ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված ընտրեց այս աշխարհի ոչինչներին, որպեսզի ամեն ինչներին ոչնչացնի։ Այս աշխարհի տգետներին ընտրեց, որպեսզի իմաստուններին տգիտացնի։ Այս աստվածային կատարելությունը Քրիստոսը մեզ համար անեծք դարձավ, որպեսզի մենք անեծքի տակից դուրս գանք։ Ասում է անիծյալ է, որ նա խաչի վրա գանված է, փայտի վրա։ Քրիստոս այդ անեծքը մեր անեծքը իր վրա կրեց, որպեսզի մենք դուրս գանք այդ բոլորից։ Քրիստոսի չարչարանքներով խաչելությամբ մենք փրկվեցինք։ Տեսեք, այստեղ հենց այդ գեղեցիկ բանալին կատարելության։ Մենք չպետք է ձգտենք կատարելության, որտեղ Սատանան էլ ասաց, ես կգնամ իմ գահը Աստծու գահին հավասար կդարձնեմ, բայց ուր գնաց դժոխքի ճով։ Մենք չէ, մենք դիցկտենք մեղքերի խոստովանջ, Տեր Աստված ների մեզ ողորմիր մեզ կատարելության բանալին խոնարհությունն ու սերն սեր ոչ միայն կատարելության, այլ երկնքի արքայության բանալին խոնարհությանն ու սերն։ Երբ որ դու ինչ որ պարահանդես ես ուզում մտնես, ինչ պետք է տոմս ցույց տաս, չէ՞։ Այդ տոմսը սերն ու խոնարհությունն է։ Երկնքի արքայության մտնելու համար դու պետք է սեր ցույց տաս, իսկ առանց խոնարհության, առանց զոհաբերության սեր չկա։ Ուրեմն կատարելության ձգտումը խոնարհություն, երկնքի արքայության բանալին սերն է։ Ամեն